Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները վաղ առավոտյան շուրջ 40 րոպե փակել են Եղվարդի խճուղին։ Բնակիչները բողոքում են, որ արդեն մի քանի տարի է բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, սակայն կառուցապատողը սնանկ է ճանաչվել ու մինչ օրս նրանց բնակարանների հարցը չի լուծվել։ Կան բնակիչներ, որոնց խոսքով կանխիկ վճարել են հենց կառուցապատողին ու հիմա չեն կարողանում ապացուցել դա։ Միկոյան 64 հասցեի նորակառույցի սնանկ հայտարարված ընկերության տուժածներից է նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա փորձել է հանդարտեցնել բնակիչներին, վստահեցրել, թե հարցը Նիկոլ Փաշինյանի հսկողության տակ է։ Մինչդեռ ըստ բնակիչների կառավարությունը ծածկադմփոց է անում իրենց հարցը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ապրիլի 16-ին բնակիչներին կընդունի Երևանի քաղաքապետը, որը հիմա գործուղման է։ Հասկանում եմ ձեզի։ Արա ես այդ կողմնակիցն եմ, քաղաքական չի ստեղ։ Կանաչամանները բերեք դնենք էլի։ Արա աղբեր ջան, մի բան չի մնացա, ես դիմացի մայթը կնիկս հասկանում։ Ինձ ինչ մակետ ցույց են տվել, առնելու ժամանակ էլ պետք է անեն։ Հիմա այս ամեն ինչը, որ իրենց հավաքեն, այսինքն իրանք դնեն, ինչ խոստացել են անեն, պիտի կառավարության կողմից էլ ճնշում լինի։ Հիմա եթե ձեզ պահանջը էդ է, ընդունարանում մեզ տեղեկացրեցին, որ քանի որ իրանք շատ զբաղված են, այդ թվում կառավարության նիստից հետո ու կառավարության որևիցե, չգիտեմ, շարքային թեկուզ աշխատակից կլինի, չեմ ասում նախարար, փոխնախարար կամ ինչ-որ, ոչ մեկ նույնիսկ ասենք դա հարկ չհամարեցին, որ այդքան հավաքված իր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գոնե ասենք ինչ որ մեկը դիմավորեր, լսեր իրենց խնդիրը, լսեր իրենց պահանջները։ Այդ քաղաքացիները այդ մարդկանց հետ կոնտակտի ուրիշ ձև ունեն, էլի, ամեն դեպքում ես չի որ պարտադիր բան անեն։ Այդ կոնտակտը ես կարծում որ ձևական բնույթ է կրում ու այո, ես նորից կրկնվելու եմ, որ դա ծածկադմփոց արարում է։ Այդքան համաձայն, ոչ թե այդքան այլ համաձայն չէ, որ ուղիղ վարչապետի հսկողության մեջ է։